Շատ պացիենտներ վախվորած գալիս են կաբինետ, բժիշկ ջան, երիկամներում կիստա ունեմ։ Ու շատ ժամանակ շատ վախեցած են հենց այդ կիստաներից, որովհետև կիստաների մասին ինտերնետում բազմաթիվ միֆեր են գնում։ Ժողովուրդ, լսեք այս վիդեոն ու կիստաների մասին կստանաք ամբողջական ինֆորմացիան։ Կիստաները վտանգավոր չեն, եթե չեն բերել նրան, որ ձեր մեզի արտահոսքը խանգարվի։ Կիստաները վտանգավոր չեն, եթե միախոռոչ են, եթե ընդհանրապես իրանցից ներկայացնում մտկլոր, մեջը հեղուկ։ Կիստաները վտանգավոր չեն, եթե իրենց չափսերով չեն գերազանցում 6 սանտիմետրը, եթե իրանք ամբողջապես հոմոգեն, հեղուկ են պարունակում, այսինքն սոնոգրաֆիկ չի երևում տարբեր տեսակի այլ օջախներ։ Կասկածելի կիստաները, որոնք ունեն մի քանի խոռոչներ կամ չափերը շատ մեծ են, խորհրդատրվում գոնե մեկ անգամ անցկացնել կատեի մեջով էլ, ընկնել կատե, որպեսզի տեսնենք, այնտեղ կա կոնտրաստի կուտակում թե չէ եւ կա մալիգնիզացիա, այսինքն դեպի չարորակացման վտանգ։ Սովորական կիստաները հիմնականում չեն չարորականում, դրանք դա վերաբերվում ավելի բարդ կիստաներին։ Այսքանը կիստաներից մի վախեցեք, իրան շատ հանգիստ կարելի է հեռացնել, իրան շատ հանգիստ կարելի է դինամիկ վերահսկել։ Նույնիսկ լինում են շատ մեծ կիստաներ, որոնք տես մի խոռոչանի սիրուն, տես ակուրատնի կիստաներ են, թեկուզ 6 սանտիմետրից էլ մեծ են, 7-8 սանտիմետր են։ Երիկամի հոսքին չեն խանգարում, մենք ուղղակի իրանց դինամիկ վերահսկում ենք, նայում ենք, որպեսզի խնդիրներ չլինեն։ Այդ ամբողջ հետազոտությունները իդեպ մեր կենտրոնում իմ էս փափլիկ ձեռներով կարականցնենք։ Առողջ եղեք։